Գնացինք, բրդեք։ Գոյամարտը շարունակում է ապացուցել, որ պարզապես հերթական դրամատիկ սերիալը չէ, այն պատմություն է մարդկանց մասին, ովքեր ամեն օր պայքարում են ոչ միայն ռինգում, այլ իրենց ներսում։ Յուրաքանչյուր սերիա նոր շերտ է բացում կերպարների անցյալի, նրանց թաքցրած ցավերի ու չասված խոսքերի մասին։ Սյուժեն կառուցված է այնպես, որ հեռուստադիտողը մշտապես լարվածության մեջ է։ Մի պահ թվում է ամեն ինչ պարզ է, բայց հաջորդ տեսարանն ամբողջովին փոխում է պատկերացումը։ Հատկապես ուժեղ է սերիալի ընտանեկան գիծը։ Հայրերի ու որդիների հակասությունները, եղբայրների միջև չբացահայտված ճշմարտությունները, սիրո ու վրեժի բախումը։ Լեոյի կերպարը գնալով խորանում է, նա ուժեղ է ռինգում, բայց խոցելի ընտանիքի հարցում։ Նրա յուրաքանչյուր քայլ պայմանավորված է ընտանիքը պահելու պատասխանատվությամբ։ Դավիթի հիվանդանոցում հայտնվելը ծանր հարված էր բոլորի համար, և հիմա Լեոյի ուսերին է ընկնում ոչ միայն հաղթելու, այլ նաև գոյատևելու պարտականությունը։ Վովայի վերադարձը Հայաստան պատմությանը տալիս է ճակատագրական երանգ։ Նա դեռ չի էլ պատկերացնում, որ իր մրցակիցը, իր հարազատ եղբայրն է, այդ անգիտակցական թշնամանքը ստեղծում է ներքին ողբերգություն, չնայած նրան, որ նա իրեն հակառակորդ չի տեսնում։ Երևում է Վովան ազնիվ ու բարի տղա է։ Նրանց հանդիպումները լարված չեն ինչպես հակառակորդների միջև, այլ հակառակը լի անբացատրելի զգացողություններով, ինչպես ասում են, կարծես արյունը հիշում է այն, ինչ ուղեղը մոռացել է։ Ավոյի կերպարը շարունակում է մնալ ամենաբարդ ու հակասականներից մեկը։ Նա ապրում է մեղքի ու վրեժի խառնուրդով, նրա երկակի կյանքը ցանկացած պահի կարող է փլվել։ Սյուզիի ու փոքր դստեր ներկայությունը ցույց է տալիս, որ նա ունի մարդկային կողմ, բայց անցյալի ստվերը թույլ չի տալիս նրան հանգիստ ապրել։ Նրա յուրաքանչյուր որոշում բերելու է նոր բախումների։ Հունանը ուժեղ, կոշտ, սկզբունքային, բայց նաև իր ներքին վախերով։ Նրա ու Դավիթ պապի հանդիպումները լի են լուռ պատմությամբ։ Նրանց միջև կա մի ճշմարտություն, որը դեռ ամբողջությամբ չի հնչել, բայց արդեն օդում է կախված։ Հունանի ընտանիքում ևս լարվածությունն աճում է, գաղտնիքներ, որոնք կարող են քանդել կառուցված աշխարհը։ Սերիալի ամենահետաքրքիր կողմերից մեկն այն է, որ ոչ մի կերպար միանշանակ դրական կամ բացասական չէ։ Յուրաքանչյուրն ունի իր ցավը, իր սխալը, իր արդարացումը, հենց դա է դարձնում պատմությունը կենդանի ու հավատալի։ Տեսարանները նկարահանված են էմոցիոնալ լարվածությամբ, հիվանդանոցային կադրեր, մարզասրահի ծանր մթնոլորտ, ընտանեկան լուռ սեղաններ, ամեն ինչ աշխատում է մի նպատակով՝ ցույց տալու, որ իրական գոյամարտը մարդու ներսում է։ Եվ ամեն սերիայի ավարտից հետո մնում է նույն զգացողությունը՝ հարցեր, սպասում, անհամբերություն։ Ով առաջինը կբացահայտի ճշմարտությունը, երբ կիմանան եղբայրներն իրենց իրական կապի մասին։ Արդյոք այսօր կփլվի Ավոյի կառուցած կեղծ իրականությունը և կհաղթի սերը վրեժին։ Գոյամարտը գնալով դառնում է ոչ միայն սերիալ, այլ մի մեծ դրամատիկ պատմություն ճակատագրերի մասին, որտեղ յուրաքանչյուր հերոս ապրում է իր պայքարը մինչև վերջին շունչը, իսկ ամենահուզիչ ու շրջադարձային պահերը կարծես դեռ առջևում են։ Գոյամարտում լարվածությունը ոչ թե նվազում է, այլ յուրաքանչյուր սերիայով ավելի խտանում։ Պատմությունը մտնում է այնպիսի փուլ, որտեղ հերոսների ընտրությունները սկսում են անշրջելի հետևանքներ ունենալ։ Դավիթ պապի կերպարը գնալով դառնում է սերիալի բարոյական առանցքը։ Նա մարդ է, ով կորցրել է որդուն, երկար տարիներ փնտրել է թոռանը, և հիմա, երբ ճշմարտությունը քայլ առ քայլ մոտենում է, նրա սիրտը կարծես չի դիմանում այդ ծանրությանը։ Նրա և Վովայի հանդիպման տեսարանն ամենահուզիչներից էր։ Մի պահ, երբ պապը գրկում է տղային, բայց դեռ չի կարող ասել «դու իմ արյունն ես», այդ լռությունը խոսուն էր, այդ հայացքներն ավելի բարձր, քան ցանկացած խոսք։ Վովայի ներսում նույնպես պայքար է։ Նա մեծացել է համոզմամբ, որ հայրն իրենից հրաժարվել է։ Այդ վիրավորանքը տարիներով ձևավորել է նրա բնավորությունը՝ կոշտ, փակ, երբեմն սառն, բայց ինչ-որ ներքին ձայն, անբացատրելի զգացողություն նրան կապում է այդ ընտանիքի հետ։
Լեոյի և Լեայի հարաբերությունները դառնում են ավելի խորքային, սկզբնական հակասությունները, փոխադարձ հեգնանքներն ու վիրավորանքները աստիճանաբար փոխվում են անկեղծ հետաքրքրության, բայց նրանց սիրո ճանապարհին կանգնած է հունանը, մի մարդ, ով պատրաստ է ամեն ինչ անել վերահսկողությունը պահելու համար։ Եթե նա հասկանա, թե ով է Լեոն իրականում, այդ սերը կարող է դառնալ վտանգավոր։ Գրիշոյի կերպարը ևս հետաքրքիր զարգացում է ապրում։ Նա, ով թվում էր միայն հակառակորդ ու սադրիչ, հիմա կանգնած է ճշմարտության առաջ։ Եթե նա բացահայտի ծնողների թաքցրած գաղտնիքը սպանության մասին, նրա աշխարհը կփլուզվի, նա ստիպված կլինի ընտրել արդարություն, թե ընտանիք։ Ավոյի երկակի կյանքը գնալով դուրս է գալիս վերահսկողությունից։ Էռնան արդեն կասկածում է, Իննան սկսում է հասկանալ, Սյուզին ապրում է մշտական վախի մեջ, իսկ փոքրիկ դուստրը դառնում է այն կապող օղակը, որը կարող է կամ փրկել Ավոյին, կամ վերջնականապես բացահայտել նրան։ Եթե պապն ամբողջությամբ հասկանա, թե ինչ է արել Ավոն տարիներ առաջ, այդ հանդիպումը կարող է դառնալ ճակատագրական։ Սերիալի առանձնահատկություններից մեկն այն է, որ այստեղ բռնցքամարտը պարզապես սպորտ չէ, ռինգը խորհրդանշական է։ Այն վայրն է, որտեղ հերոսները մենակ են, առանց խաբեության, առանց ստի։ Այնտեղ երևում է իրական ուժը, բայց իրական գոյամարտը ռինգից դուրս է, ընտանիքում, սիրո մեջ, խղճի հետ։ Ամեն սերիա ավարտվում է իր հարցերով, որոնք երկար ժամանակ չեն թողնում հեռուստադիտողին հանգիստ։ Կբացահայտվի տարիներ առաջ կատարված սպանությունը, կիմանա Վովան իր իրական ինքնության մասին, մինչև եղբոր դեմ մենամարտը։ Արդյոք կկրկնվի պատմությունը, թե այս անգամ արդարությունը կհաղթի։ Մի բան հստակ է, գոյամարտը միայն սկիզբն է ցույց տվել, ամենահզոր բախումները, ամենախորը բացահայտումները դեռ առջևում են, և ինչպես սերիալի հիմնական գաղափարն է ասում, ապրելը պայքար է, իսկ չպայքարելը պարտություն։